Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ծրագրավորող Արմատներով Շահումյանցի Արթուր Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Ղազարյան, դուք բանակի բանակային կյանքի մասին 9 հոդված եք գրել, հրապարակել, ի՞նչն էր հիմնական շարժառիթը, որ տարիներ անց որոշեցիք գրել ձեր հիշողությունները։ Ես Google-ում ունեմ անձնական բլոգ, որտեղ բանակին նվիրված իմ առօրյաներին հոդվածներ եմ հրապարակել, այդ առնչությունները բանակի հետ, թե ոնց զորակոչվեցինք, ինչ օրենքներ էր բանակում, ինչ բարքեր էր, այսինքն նիստ ու կացը բանակի ուսումնական process-ը, ամեն ինչ այդտեղ ես նկարագրել եմ, ու նկարագրել եմ նաև այնց արտառոց դեպքեր, կապված ընտրությունների կեղծման հետ, երբ որ ինձ քվեաթերթիկը բացեցին 98 թվականի այդ փետրվարի մարտի այդ ընտրություններին, հետո այնտեղ զոհեր ենք ունեցել բանակում, զինվորներ են կախվել, մեզ են սխալ զորակոչել, մեզ որպես արդեն սպայական կոչում ունեցողներին արտառոց բան զորակոչել են որպես զինվորներ, այդպիսին կային ուրեմն 44 սպա արդեն կար պետական համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռազմական ամբիոնները ավարտած 44 հոգի կային, որոնք որ Միքայել Հարությունյանը, որը այսօր որոնման մեջ է, միջազգային որոնման մեջ, այդ Միքայել Հարությունյանը այդ 97 թվականին Հայաստանի բանակի շտաբի պետն էր։ Նա ուրեմն նոյեմբերի 12-ին հրապարակեց որոշում, գաղտնի, որ այդ սպաներին, քանի որ բյուջեում չկա 35,000 դրամ աշխատավարձ, ամսական աշխատավարձը այն ժամանակ 33-ից 35,000 դրամ էր սպաերի, ու որպեսզի չվճարեն այդ աշխատավարձը, մեզ զորակոչեցին որպես զինվորներ։ Ու մենք, որոնք ովքեր հանձնել էին երթում էին տվել, արդեն ունեին զինվորական գրքույկ, հանձնել էին պետական քննություններ, անցել էին 6 ամսյա հավաքներ, երկամսյա հավաքներ քանակերում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 6 ամիս զինվորական ամբիոն ենք ավարտել, դրանց բոլորին կանչեցին որպես զինվորներ ու այդտեղից սկսեց մեր բանակային առօրյան այդ կեղծիքով։ Ձեր առաջին հոդվածը կոչվում է Չարբախի հավաքակայան, ինչ եք հոդվածում այդքան մանրամասն նկարագրում հավաքակայանի կենցաղային տեսարանները, ինչ է դա խորհրդանշում, ինչ եք ուզում ցույց տալ դրանով։ Գիտեք, այդ Չարբախի հավաքական ավելի շատ ժողովրդի մոտ տարածված է որպես սբորնի պունկտ, այդտեղ ուրեմն Հայաստանի բոլոր կետերից բերում էին նորակոչիկներին այդտեղ ու տեղից նոր տեղափոխում են Հայաստանի մյուս վայրեր։ Ուրեմն դրանք տարբեր տարիքի ու տարբեր շրջաններից զինվորներ են, ուտեղ ոնց որ մի հատ խառնաշփոթ վիճակ էր, որ բոլորը իրանց բարբառներով, իրենց ուտելիքներով, ես չգիտեմ, ամեն մեկը իր տուլիկներ են ժամանակ կոչվում, ուտելիքներ են բացել, փռել ամենուր եք այդ ուտելիքները ու որևիցե բան իրենց հետ իրանք չէին կարալու տանեն զորամաս։ Այսինքն այդ վերջի պահներ քաղաքացիական եւ զինվորական կյանքի ոնց որ սահմանաբաժան լիներ ու այդտեղ հետո այնտեղ կար ռազմական բժշկական ստուգայց, որը որ իրոք դա ես պատմում եմ 97 թվականի նոյեմբերի 13-ի պատմությունը, անալիզներ օրինակ արյան նրանք վերցնում են հետևյալ կերպ, սովետական ափսեներ կային, օբշեպիտ, բոլոր ռեստորաններում, ճաշաներում, դպրոցներում, բոլոր պանսիոնատներում Հայաստանի այդ օբշեպիտի ափսեներն էին։ Դրանք ուրեմն ֆլոմաստերով բաժանված էր 8 մասի գծերով ու արյան անալիզները իրանք ուղղակի sense քսում են այդ մասերից մեկի վրա, ոչ թե ինչ որ սրվակի մեջ կամ բան, ու տենց տանում ստուգում էին։ Ես ուղղակի ապշել եմ ոնց կարելի է այդ պայմաններում արյան անալիզ վերցնել ու տենց։ Հետո նրանք շատ կային, որ տարբեր հիվանդություններով էին գալի զինվորները, բայց որևիցե բանի վրա նրանք չէին նայում, այսինքն զորակոչը ըստ պլանի գնում էր, մեզ էլ ասում են մենք անսպասելի, ես չգիտեի որ պետք է ինձ այդ օրը զորակոչեին, դա գաղտնի հրամանով
մենք սովորում ենք մագիստրատուրայում, ասպիրանտուրայում կային գիտության տեխնացուներ այդ 44 հոգի մեջ ու ցավալին էր որ ես ինչ եմ նկարագրել որովհետև այդ 44 սպայից Հայաստանում մնացել է ընդամենը 6 հոգի այսօր բոլորը արտագաղթել են Երկրորդ անգամ հավաքակայան վերադառնալի ինչպես փոխեց ձեր վերաբերմունքը տեղի ունեցողի հանդեպ Գիտեք, մենք երբ որ հավաքական գնացինք սկզբից մեզ տարել են Արտաշատի զորամաս, որը որ կապի զորամաս էր, ու այնտեղի հրամանատարական կազմը Արցախյան առաջի պատերազմի սպաներ էին, հրամանատարները եւ անձնակազմը ինքը պատերազմով անցած էր ու շատ խիստ ու ըստ կարգի զորամաս էր դա, այսինքն Արտաշատի զորամասին որևիցե բան չի կարելի ասել բացասական, որտեղ ինքը կարգապահության տեսանկյունից էր եւ կանոնագրքերի տեսանկյունից ինքը օրինակելի զորամաս էր։ Բայց քանի որ ծնողները սկսեցին բողոքել, այդ ժամանակ պաշտպանության նախարարություն սկսեցին ծնողները բողոքել ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողով Վահան Հովհաննիսյանն էր դաշնակցական այդ հանձնաժողովի նախագահան գլխավոր շտաբ Բայց քանի որ չկար սոցիալական հարթակներ, չկային թերթեր, որոնք կարող են այդ աղմուկը բարձրացնել, այդ մարդկանց ձայնը տեղ չէր հասնում։ Սակայն այդ ծնողների հետևողական աշխատանքի բանով աղմուկ էր բարձրացել ու նրանք որոշել են տարբեր զորամասերից այդ 44-ին հավաքել ու տանել մի տեղ, Արմավիրի զորամաս, որտեղ այդ ժամանակ հրամանատարը Մուրադ Կիրակոսյանն էր, ինքն էր Արցախյան պատերազմով անցած, բայց Արմավիրի ուսումնական բրիգադ էր դա, մոտ 1500 հոգուց ավել մարդ կար այդտեղ, ու լրիվ այլ կարգեր էր ու լրիվ այլ օրենքներ, ավելի նման էր բանտային պայմանների այդ Արմավիրի զորամասը։ Ձեր հոդվածների մեջ նաև անդրադառնում եք նրան, որ պաշտպանության նախարարությունը անտեսել է սպայական կոչման հրամանների, ինչի մասին է սա վկայում։ Գիտեք, կամայական մարդ, որը որ ունի ռեսուրս, թանկ ռեսուրս, որի վրա դուք ծախսել եք ժամանակ, այդ մարդիկ սովորել են, 8 ամիս անցել են հավաքներ, ստացել են կրթություն, նրանք կարողանում են այդ կապի միջոցները ներսից կառուցվածքը ամբողջ տիրապետում են, ու մեզ տարել են Արտաշատի զորամաս, որտեղ 18, մենք 24 տարեկան, Մեզ տարել են 18 տարեկան սերժանտների մոտ, այդ սերժանտները մեզ սովորացնում են, թե ինչ բան է կապի միջոց արտակնապես, որ սա այս պտուտակն է, սա այսպիսի անտենա է, բայց մենք այդ սարքերը ներսից գիտենք։ Իրանք մեզ փորձում են բացատրեն իրենց գիտելիքների մակարդակով բացարձակ անթույլատրել էր։ Մենք անցել ենք զինվորական երթում։ Իրանք նորից ասում են պետք է երկրորդ անգամ երթվեք։ Այսինքն մենք ես կոնկրետ 2 անգամ զինվորական երթում եմ տվել հայկական բանակում։ Ես ունեի 2 հատ ռազմական գրքույկ։ Մեկը ուրեմն սպայական գրքույկ, մյուսը այդ զինվորական գրքույկ, որը տվեցին հենց զորակոչել օրը։ Ու մենք ցույց ենք տալի, որ տեսեք մենք սխալ է տեղ ունեցել, բայց ոչ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանը, ոչ առավել եւս այդ որոնման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը որևիցե բան չձեռնարկեցին։ Մուրադ Կիրակոսյանը հավաքեց այդ բոլոր այդ 44 հոգուն, տարան այնտեղ, մեր համար որոշեցին ավակի ինչ որ պաշտոններ տալ, որպեսզի աշխատավարձ մենք չստանանք, ու ինձ նշանակեցին օրինակ ես փոխգնդապետի պաշտոն էի զբաղեցնում այդ 6 ամիս հետո, բայց աշխատավարձ չէի ստանում։ Փոխգնդապետի պաշտոնով ես կատարել եմ աշխատանք հայկական բանակում, բայց այդպես, ոնց որ կամավորական վիճակներ։ Այս պատմություններն ինչ են բացահայտում 90-ականների Հայաստանի բանակ կրթություն հարաբերությունների մասին։ Գիտեք, ռազմական ամբիոնների գաղափարը ինքը ճիշտ գաղափար էր, որովհետև բարձրագույն կրթությամբ ավարտած այդ տղաները բանակում փոխում էին մթնոլորտ, կարգ ու կանոնը, գիտելիքը, այսինքն լրիվ ուրիշ հարաբերություններ էին գնում։ Մենք օրինակ երբ որ համալսարան ավարտածները սովորում ենք զուգահեռ Վազգեն Սարգսյանի հետ նորակոչիկ սպաների հետ, 180 աշճան տարբերություններ մեր ու իրենց միջև։
Նրանք օրինակ նրանց մոտավորապես 30%-ը չգիտեր տառեր, տառաճանաչ չէին, այդ դրանք որոնք որ սպա են դառնում։ Մեր սպաները, որոնք մեզ դաս էին տալի, նրանք փոխգնդապետ, գնդապետ գեներալներ էին, որ մեզ դասավանդում էին։ Նրանք ասում են վաղը մյուս օրը, երբ որ բանակը մնա այդ սպաների վրա, որոնք որ չեն անցել բարձրագույն կրթություն, շատ վատ ապագա է մեզ սպասում, որը որ մենք տեսանք 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ որ զինվորները օրինակ կորում էին դաշտերում, սպաներն էին կորում դաշտերում։ Գիտեք, դա անհավատալի բան է, որ դու չկարողանաս կողմնորոշվես ըստ ծառերի, ըստ աստղերի, ըստ բուսականության, ըստ դու տարածության մեջ կողմնորոշումը դա թիվ 1 պարտականությունն է ու գիտելիքն է, որ դու պետք է իմանաս։ Բայց մեր մեծ մասը կորում, մոլորվում, ընկնում էր գերի զուտ այդ պատճառով, տարական գիտելիք չունենալու։ Ու իրոք այդ ռազմական ամբիոնների կրճատելը ու այդ կադրերի դադարը հոսքը դեպի բանակ բերեց նրան, որ մակարդակը բանակի շատ ընկավ ու այնտեղ բանակում տիրում են ուղղակի բանտային օրենքներ, ծեծ ու ջարդ, առաջի օրը որ մեզ տարան ուրեմն այդ հավաքականից ուսումնական բրիգադ, մեզ ուրեմն պարկացրել էին առանց վերմակ, առանց դոշակ այդ բաների վրա, այդ անկողնիների վրա ու երկաթյա, այն որ սենց ինքը շերտեր ունի, տենց երկաթյա, ու տենց մենք քնած, մեկ է ժամը 4-ին եկան դղդղկոցով ջարդել, մի հատ պատահական մեր այդ պարկած տղաներից մեկին վերցրեցին ու սկսեցին 4 հոգով ծեծել։ Մենք սաղը սենց սարսափած, ինչա պատահել, բա ասում է դե տեսեք, դուք եկել եք այտենց տեղ, որ ով որ մեզ չի ենթարկվի, ուրեմն ծեծի է ենթարկվելու, ճիշտ ասած, ես չէի առնչվել այդպիսի հարաբերությունների հետ, լրիվ շոկի մեջ էի, որովհետև այդ տղում իրանք, այդ տղայի տեղը կարող լինել ես։ Պատահական հանում ու սկսում են ծեծել։ Իսկ այդ ծեծողները ովքեր էին, ֆիզկուլտ ինստիտուտի, սամբոյի, ձյուդոյի ավարտած այդ ամբիոնների, իսկ այնտեղ ինչ, այդ սամբոյի, ձյուդոյի, ուրեմն իրանք այդտեղ չաստ նայողների գաղափար կար Զորամասում, այսինքն ամեն գումարտակում կար չաստ նայողներ, դրանք ուրեմն առանձին ունեին իրանց սենյակը, դրանք չէին առնչվում զորքի հետ, առավոտյան շատ չկամությամբ գալիս էին շարային այդ առավոտյան ստուգատեսին, մեծ մասը առանց կոշիկներ, հողաթափերով, կիսահագնված, տենց վիճակով, իսկ հասարակ զինվորներին պահանջում էին թրաշը տեղը լինի, մաքրությունը, պատշիվները, հանգարց կոշիկները մաքրած չլինի եւ այլն, շատ խիստ էր նրանց։ Նրանք սպաների հետ գործարքի մեջ էին։ Նրանք կարողանում էին օրինակ մարդ ուղարկել տուն, հետո իրանց պետքա ինչ-որ մի բան նվեր կամ գումար, ինչ-որ բան իրանց մուծվեր։ Հետո լինում էր տեսակցություններ ծնողների հետ, կիրակի օրերը, այդ ժամանակ այդ ծնողների բերած ուտելիքները բոլորը իրանք տեղադրում են իրանց այդ սենյակում, իրանք մի շաբաթ ուտում էին, ինչ չէին ուտում, փչանում էր, թափում էին, բայց զորքին չէին տալիս։ Այսինքն անմարդկային ուղղակի վերաբերում ենք, ով որ փող էր ծնողները տալիս իրենց, սրանք լրիվ ստուգում էին շորերը, որ այդ հանգարց գումար չանցնի Զորամաս։ Զորամասում կար խանութ։ Այդ խանութում վաճառում էին օրինակ պարագաներ զինվորների համար, ատամի մածուկ, չգիտեմ, ինչ որ քաղցրավենիք, ծխախոտ, ով որ ծխում էր։ Ուրեմն այնտեղ կային դիտորդներ, որոնք որ տեսնում են, որ զինվորն է մտնում խանութ, ու դա արդեն հասնում են այդ չաստ նայողներին, որոնք որ արդեն բացատրում են, որ սա ունի փող, դու ինչ ես փողը թաքցրել մեզանից։ Ու այդտեղ այդ կարգի հարաբերություններ
Մյուսը կենցաղային պայմաններ է։ Արմավիրի բրիգադը ուրեմն բերում էին զորամասերից տարբեր Արցախի, Հայաստանի տարբեր տեղերից զինվորներ են եկել։ Մենք դեկտեմբերի 8-ից այդտեղ ենք, մինչև հունվարի 15-ը, համարյա 40 օր բաղնիքը չէր աշխատում զորամասում 1500 ու ոչիլներ էր տարածվել։ Այդ զինվորները առավոտյան այդ բուշլատները հանում էին, ոնց որ կենտրոնական այգում մեր մոտ կապիկները իրար մեջ ոչիլներ են, չէ՞, միջատներ են ընտրում։ Զորքը 1540, հենց արևը դուրս էր գալի, այտենց իրանց բուշլատները փռում էին գետնին ու սկսում են ոչիլներ մեջից հավաքել ու չէիր կարա դու չվարակվեր մեկը մյուսից, որովհետև ճաշաններում ենք քիպ իրար նստում ենք, զորամասում առնչվում են իրար, չի կարա ոչիլը չտարածվի։ Շատ խայտառակ շորերի բաշխումը։ Տարբեր չափերի պետքա շորեր տային զինվորներին, հա կոշիկի չափը, չգիտեմ, վերնազ փոքր չափեր։ Ասում են հակի է, ոնց հակնես, օրինակ 44 չափի կոշիկ հակնողը, ոնց հակնի 42։ Կամ իրանք նոր շորերը վերցնում են, այդ հները տալիս են այդ նոր եկած զինվորների վրայից հանում էին։ Այնտեղ մենք մի հատ զինվոր ունենք Գորիսից, այդ տղան թոքերի խնդիր ուներ, պետքա ուղարկեին հոսպիտալ, այդպես էլ բենզին չճարեցին, չուղարկեցին, այդ տղան տենց կամած հանգավ, մի օր լսեցինք, որ մահացել է Կուբրիկում։ Հա, այդ տղային օրինակ շորերը, որ դուք տենայեք, ոնց որ կներեք բոմժ։ Այդ տղային, այդ Գորիս, ինքը նոր էր եկել զորամաս, իր շորերը պետք է լիներ նոր։ Ուրեմն իր վրայից այդ հանել էին, հին են իրան հագցրել։ Հետո երբ որ ինքը մահացել էր ու բենզին չկար, իսկ բենզին իրանք սպայերը զորամասի հաշվին բենզին լցնում, իրանք գիշեր-ցերեկ իրանց նիվաները քշում են դաշտերով։ Իսկ այդ տղային զորամասից տանելով չունեին բենզին։ Այդ տղան մահացավ։ Իր ծնողներին ուրեմն տարել էին նոր շորեր զինվորական, որպեսի դագաղի մեջ այդ տղային հագցնեին նոր շորեր։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում։ Մենք ուղակի սարսափած էինք։ Ուրեմն դուք պատկերացրեք, այնտեղ զուգարան կար, որը որ ճունի միջնապատեր, 10 անց կա գետնի վրա այդ զուգարանում ու տալիս են 20 րոպե ժամանակ 1540 հոգի պետք է այդ զուգարանը առավոտը օգտվեն, որպեսզի հետո գնան լվացվեն եւ այլն ճաշան, շարային եւ այլն։ Այդ 1540 հոգին 20 րոպեում որ մտնում էր այդտեղ, դուք չեք պատկերացնում ինչ էր այդտեղ կատարվում, ինչ կեղտ էր, ինչ հոտ էր, ինչ Օսվենցիմում երևի այդ ձևի պայմաններ չեք հասկանում եք։ Ես օրինակ հիմա էլ որ հիշում եմ, ուղղակի սարսափելի է այդ տեսարանները, այդ ուրեմն երկու զինվոր ուրեմն ոչ հայ ազգության, չեմ ասում ինչ ազգությունն է, դա էական չի, բայց իրենք հայեր չէին։ Նշանակել են այդ զուգարանը որպեսի մաքրեն այդ երկու եղբայրը։ Մի քանի օր հետո դրանք կախվել էին։ Եղբայրներից մեկը կախվել էր, որովհետև այնպիսի նվաստացուցիչ պայմաններ էր, այնպիսի հարաբերություններ էր դժոխք ուղակի։ Եթե հայկական բանակը, ես օրինակ երեք ասում են շնորհավորենք հայկական բանակի 34-ամյակը եւ ես ասում եմ ես չեմ շնորհավորում հայկական բանակի 34-ամյակը, որովհետեւ ես անցել եմ այդ բանակով, ես տեսել եմ ու ես չեմ ուզում, որ որևիցե այլ իմ համակարգացի ծառայի այդպիսի բանակում։ Ու ես չեմ տեսել հայտանիշներ, որ ինքը փոխվել է, որովհետև արտագաղթի մեծ մասը մարդիկ, այդ որ անդադ օրինագծեր են բերում ազգային ժողով, 10,000 մարդու համաներում գումարի դիմաց 13,000, ամեն տարի գումարի դիմաց ազատ, այսինքն մարդիկ մասսայական հրաժարվում են քաղաքացիությունից։ Դե եկեք ուղենք այդ բանակը, եկեք սպայրից սկսենք ուղենք։ Կարգապահությունը միայն հացով, ջրով չի պայմանները, հարաբերություններն ատեղ ամենախայտառակը։ Այն ժամանակ Արցախից մինչև Հայաստան այդ չաստ նայողները կարային զինվորներին բոլոր ԿՊՊ-ներով անցկացնեին, բերեին Հայաստան։ Սպայրը որևիցե բան չէին կարող անեն։ Այսինքն ոնց որ բանակում կար երկու իշխանություն։ Մի
շերտը ուրեմն այդ սպայրի դա սովետական միությունից մնացած սպայրն էին, որոնք հələ կարգ ու կանոնին փորձում են հետևեին։ Մի շերտը կամավորականներն էին Արցախյան պատերազմի, որոնք արդեն արդարության, ազգասիրության, հայրենասիրության կրողներ են։ Ու կար մի շերտ պրախադիմիցների, որոնք ստացել էին գեներալի կոչումներ, մայորի, փոխգնդապետի շատ արագ, ինքնակոչ մարդիկ, բացարձակ, ու դրանք մնացին բանակում ու քայքայում են դրանք բանակը, թե գիտելիքի տեսանկյունից, թե հարաբերությունների, թե կենցաղի, թե թալանի, երբ որ ստուգում էր գալի բանակ, մեր մոտ օրինակ այդ Զորամասում, պարզվեց, որ մեզ պետքա տային, չգիտեմ, ինչ որ այդ չարաբաստիկ այդ տուշոնկաներից մեզ փաստորեն պետքա տային, բայց մենք երբեք մենք չէինք ստացել այդպիսի սնունդ, ճիշտ ասած այդ թվականներին քաղաքացիական կյանքում էր սնունդը շատ վատ, բանակում որոշ առումով այդ 20 գրամ կարագու 1/3 հացը ոնց որ շքեղություն լիներ, որտեվ դրսում հացը տալոններով որևիցե բան։ Կարևորը այդ ուտելիքի կենցաղային պայմանները չէ, որ կարող է այսօր լինի մեղր, չգիտեմ, ելակ կամ լավաշ, չգիտեմ, հարաբերություններն ու գիտելիքը, որ այդ մարդը 2 տարի, ու հիմա սարքել են տարի ու կես, այդ ժամանակը պետքա ծախսի գիտելիք ձեռք բերելու վրա, որևիցե մասնագիտացում ստանալու վրա, որովհետև 2 տարին դա քիչ ժամանակ չի։ Կամայական գիտելիք չունեցողի կարելի է 2 տարում սարքել սուպեր մասնագետ։ Ինչպես են նման պայմանները ձևավորում քաղաքացու վերաբերմունքը պետության ու բանակի հանդեպ։ Գիտեք, մենք որ հայտնվում ենք բանակում, մենք հասկանում ենք, որ մենք ուղղակի կա շերտ, որը որ չի գնում, խուսափել է բանակից տարբեր ձևերով, գումարներով, հիվանդություններ ձևակերպելով։ Բոլոր ժամանակներում դա եղել է, կա, բոլորն էլ այդ գիտեն։ Հիմա էլ չէ, հայտնաբերում այն որ քրեական գործեր են բանան, որ այս զինվորական ծառայությունից առողջության բանով սխալ է ազատվել, քրեական գործ են հարուցում։ Բայց այտենց գործ կարան հարուցեն տասնյակ հազարներով, 100,000-ներով։ Եթե ամեն տարի 13-14 հազար մարդ զորակոչվում է ամեն կիսամյակ, այսինքն այդ ահավոր թվեր են։ Բայց գիտեք, բանակում կար օրինակ ծրագիր ուսումնական, որ պետքա այսպիսի դասընթացներ լինեն, այսպիսի կրթություն պետքա ստացվի, այս կանոնագրքերը պետքա սովորեք, կա շարային պատրաստություն, կրակային պատրաստություն, մարտական պատրաստություն, բայց սպայերը իրանք չէին տիրապետում այդ ամեն ինչին։ Օրինակ պաշտպանության նախարարությունից գալիս էր ստուգող անձնաժողով, այդ ժամանակ իրանք ձևական ինչ որ բաներ էին անում, այդ դասերի ժամանակ իբր թե ուսուցում է կատարվում։ Հենց այդ ստուգողները գնում էին, որևիցե բան չկա, իրանք թզբեղները վերցնում էին, իրանք սիգարետները ու անիմաստ խոսակցություններ, իսկ եթե դու որևիցե պիտանի բանով չես զբաղվում, պարզա որ պետքա լինի կռիվ, պետքա լինի միջանձնային հարաբերությունների սրում, ինչի եւ տեղի ունենում բանակում։ Այս պատմությունները պատմելիս, պարոն Ղազարյան, դուք քննադատում եք, թե պարզապես արձանագրում։ Այսօր տարիներ անց ինչպես է գնահատում այս ծառայությունը ձեր կյանքի վրա անդրադարձը, ինչպես է անդրադարձել։ Ես այդ բանակի ծառայությունը համարում եմ որպեսի, որ ես ոնց որ եղել եմ բանտում։ Դա մի շատ սև տարիներ են իմ կյանքում, կոնկրետ շատ վատ հետ կա թողել, որ տարիներ անց դու անգամ չես կարում վերականգնես քո բանդ, որովհետև գիտեք, ես օրինակ սովորում էի, իմ համադասարանցիներն էին իմ հետ բանակում, իմ կուրսեցիներն էին իմ հետ բանակում, որոնց հետ ես սովորել էի 10 տարի դպրոցում, 5 տարի համալսարանում, աշխատել ենք իրար հետ, բայց այդ մարդիկ բանակում լրիվ այլ ձև են արտահայտվում, դրսևորվում։ Դու կարող ես 10 տարում չճանաչես մարդկանց, բայց այդ շատ փակ պայմաններում լրիվ այլ հարաբերություններ է ստացվում ու մարդիկ արդեն դրսևորում են իրենց իրական դեմքով։ Ու շատ անսպասելի բան է, որ ես իրոք զարմանում եմ, որ ոնց կարող է մարդը այդպես փոխվի։
Ընդամենը ես համոզվեցի, որ 2 ամսվա մեջ կարելի է կամայական մարդուց սարքել ուղղակի կատարածու։ Այդպիսի ուրեմն տեխնոլոգիաներ կա բանակում, որ կարելի է կամայական մարդու սարքել հլուհնազանդ մի հատ կենթանի, որը որ ես երբեք չեմ ընդունել, ինչը որ արտահայտվեց հետո 98 թվին ընտրությունների վաղտ։ Ինչ եղավ ընտրությունների ժամանակ։ Ընտրությունների վաղտ 98 թվի փետրվարներ մեզ եկան ասեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել։ Շտաբ գիշերը հավաքարեցին, շարեցին, պատրաստության բերեց բանակը, բարձր մարտական պատրաստության։ Մենք չհասկացանք ինչ արել, շշուկներ գնաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել։ Դե ուրեմն պետք է լինեն ընտրություններ։ Այնտեղ կար դահլիճ, այդ դահլիճում ուրեմն ամբողջ զորքին հավաքեցին ու ասեցին դուք քանի որ հրաման կատարողներ եք, մենք հրաման ենք տալի ձեզ, որ դուք պետք է ընտրեք Ռոբերտ Քոչարյանին։ Ազատ Գասպարյանն էր եկել այդ հանդիպմանը որպես արվեստի երջանկայի շատակ Ազատ Գասպարյանը, ոնց որ ազատ կյանքից մի հատ մարդ եկել է այդ դահլիճ ու ինչ որ մի հատ նոր շունչ էր բերել այդ դահլիճում փակ սիստեմի մեջ։ Դուք ուղղակի չեք պատկերացնում դրսից եկած մարդը ոնց է դիտարկվում զորամասում։ Ու ասեց ինչ հարցեր ունեք, դե որևիցե մեկը հարց չի տալի։ Ես ձեռ բարձրացրեցի, ասի Պարոն Կիրակոսյան, Մուրադ Կիրակոսյանն էր հրամանատարը։ Դուք հիմա ասում եք, որ հրաման կատարող եւ այն, բայց չէ որ սահմանադրությամբ ամեն մեկը պետք է իր ազատ կամքով ընտրությունը կատարի ու մուզի ընտրի։ Ինչ է նշանակում բանակում հրաման կատարող։ Մենք հրաման կատարում ենք պատերազմի ժամանակ, կատարում ենք մեր առօրյա կյանքում, հա, բանակին վերաբերող հրամանները իհարկե պետք է կատարվեն, բայց ընտրության վերաբերյալ դա ազատ ընտրություններ են։ Ինքը ասեց չէ, դուք քանի որ բանակում եք, պետք է այսպես լինի։ Պահպանվել է այդ։ Ես ասեցի, իսկ դուք, որ 96 թվին ասեցի, դուք Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին եք Քարոզ Արշավանում։ Մի 2 տարի առաջ ընտրություններ էր, ինքը արդեն Տեր-Պետրոսյանն էր։ Ասում էի, բա դուք ո՞նց հիմա անցել եք Քոչարյանի կողմ, ինքը ասեց, որովհետև ուզում են Արցախը ծախել, դա 98 թիվը, հողերը ուզում են հետ տալ, ասեց եթե փորձեն այդպիսի բան անել, ասեց ես զորքը կհանեմ ու թույլ չեմ տա դա։ Ասեց հրամանն էլ չկատարելով ես թույլ չեմ տա ազատագրված տարածքները հետ վերցնեն։ Մենք հավատում ենք իրեն ճիշտ ասած, որ ինքը տենց կանի, որովհետև իրանք բոլորը կռվով անցած գեներալներ են իրանք։ Ու ընտրության օրը եկավ։ Ընտրության օրը եկավ առավոտյան մեզ տարան ուրեմն Արմավիրի մշակույթի տուն։ Այնտեղ կային ուրեմն դիտորդներ, ընտրություններին բոլորին կային դիտորդներ, ԱԺՄ-ից, ՀԿԿ-ից, այդ կոմունիստական կուսակցություն, այնտեղ, չգիտեմ, ՀԺԿ եւ այլն այդպես տարբեր, բայց ես ԱԺՄ-ն եմ հիշում ու դաշնակցությունը, որ հույսս իրանց վրա էր, որ իրանք ընդդիմադիր էին, պետքա արդար ընտրությանը այդ երկուսից ես չգիտեմ, սպասում եմ, որ պետքա, եթե որևիցե խախտում լինի, իրանք պետքա արձանագրեն։ Գիտեք, բաց քվեարկություն էր։ Այնտեղ այդ տղան ելունգները պետքա պոկես, այդ բանը գցես, բայց իրանք բացած, նայում են, նոր է սկսում։ Այս որ բերեց ստուգում էին, որ բոլորը ընտրեք։ Հա։ Ես ընտրել էի Վազգեն Մանուկյանին, ճիշտ ասած ոչ թե որ Վազգեն Մանուկյանը, չգիտեմ, ինչ որ գեր քաղաքական գործիչ է։ Ես հիմա շատ հակառակ կարծիքի եմ, որ ինքը շատ բացասական բաներ է ընթացքում արել։ Բայց սկզբունքի հարց էր, որ Քոչարյանին չեմ ընտրում, Դեմիրճյանին չեմ ընտրում որպես հին կոմունիստական նոմենկլատուրա, որպես կաշառքի, որովհետև Դեմիրճյանի ժամանակ էլ գիտենք ինչա կատարում Հայաստանում։ Կաշառքով կուսակցություն են ընտրում։ Դատախազություն ամեն ինչ կաշառքով էր այդ ժամանակ։ Թե հետո իրան կարան հերոսացնեն, մյուսին սարքեն սպարապետ, այդ բացարձակ ինձ հետաքրքիր չի, որովհետև մենք տեսել ենք իրական կյանքում ոնց է եղել։ Ու այդ ընտրության օրը ես որ ընտրեցի Վազգեն Մանուկյանին, թերթիկս այդ պոկելուց, այդ շտաբի պետը Ալեքսանյանը եկավ բացեց, բա հələ մի հատ այդ զինվորի թերթիկը բաց։ Ում է քվեարկել, բացեցին, ասաց Վազգեն Մանուկյանին։
սենց խոժորվեց, ասեց չհասկացա, բա դուք հրաման չեք լսել, ինչ հրաման պիտի տաք, այսինքն հրաման չեն կատարում։ Այն ժամանակ չկար ուրեմն բջջային հեռախոսների։ Իրանք ալենկոներով զանգում է հրամանատարին, պարոն բան հրամանատար, զորքը չի կատարում ձեր հրամանը։ Ուրեմն այս ոչ ընդդիմադիրները, ոչ այդ դաշնակցականները, ոչ այդ ԱԺՄ-ականները, ոչ այդ կոմունիստները, ոչ մեկ չի ասում, լսեք, այս զինվորի թերթիկը դուք ո՞նց եք բացում։ Սա ասեց ուրեմն ով որ հրամանը չկատարի կսատկացնենք։ Իսկ 96 թվին թերթերում գրում էին զորքը օրինակ Գեղարքունիքի մարզով պտտում էին 10 անգամ քվեարկացնում էին տարբեր տեղամասերում։ 98-ին ես տեսա հենց մեր արմավիրում ոնց էր այդ քվեարկությունը։ Տղաները ասեցին Արտուր, քո վերջը տեկել է, որ դու քվեարկել ես ուրիշի չես կատարել հրամանը, ասեց օրինակ 96-ին ասեց տենց դեպքեր եղել է, գիշերը այդ երկու հոգուն ուղարկել են հորադիս։ Հա։ Այդ հրամանատարները բան ինձ գոնե ասում են, «Էսա քո պատճառով տես ինչ եղավ, էսա մեր վրա խոսակցությունա գալի»։ Ու զորքն էլ է ինձ բանանում, գիտեք, խնդիրը այն է, որ զորքն էլ է ինձ մեղադրում։ Ասում է դու ՉՊ ես բերել մեր վրա, մեր մոտ չի լինելու տեսակցություններ Կիրակի օրերը, մենք զրկվելու ենք ինչ-որ առավելություններից, արտոնություններից քո պատճառով, այսինքն իմ։ Հա։ Ու այտենց խոսակցությունով ինձ ասում են դու ես ավելի լավա գնաս կախվես այս գիշեր։ Դրտում է, հրաման ասում է գնա կախվի։ Ես 24 տարեկան, ես կայացած մարդ։ Հասանք Զորամաս։ Զորամասում սրանք բան այցին, որ այսենց դեպք կա եղել, ես դարել եմ ոնց որ սպիտակ ագրավ այդ զորքում։ Առավոտը ուրեմն շարում են պլացում։ Այդ Մուրադ Կիրակոսյանը եկավ, ինքը իր ջիպով գալիս էր այդ պլացի մոտ, այդ Հոկտեմբերյանի պլացը դուք չեք պատկերացնում, ինչ մեծ է։ Մեր հայրենիք առավոտյան երգում են, Արարատի այդ ֆոնի վրա ինքը շատ վեհ տեսարան է, էլի Արմավիրի այդ ուսումնական բրիգադը ու զորքը շարված ինքը այդ եկավ ջիպից իջավ իր այդ ավչարկան հետը շունը դիմացից վազելով կողքը գալիս է կանգնում է ողջույն ձեզ ողջույն մեր հայրենիքը երգում են դե ասում է կայացել ընտրություններ եւ այլն որոշ մարդիկ ընտրել են այդ ֆաշիստին Վազգեն Մանուկյանին ֆաշիստ էին ասում իրան ու ուր է այդ կոմպյուտերշիկը դες որ ծրագրավորող եմ չգիտես ինչ է զորքի մեջ իրար այտենց կոմպյուտերշիկը ուր է ասում այդ կոմպյուտերշիկը եկա մոտ ասում տղա ջան բայ ես չես իմանում որ դու հրաման պետքա կատարես ես ասեցի չէ ես գիտեմ որ սահմանադրությունը գործում է ես 95 թվի սահմանադրության ժամանակ եղել եմ դիտորդ Տոլստոյի դպրոցում սահմանադրությունը տեսել եմ ոնց են քվեարկել, գիշերը լույսը գնաց, այդ հաշվարկի ժամանակ այդ թերթիկները ամբողջը սեղանին 95 թվին կեղծվել էր սահմանադրությունը, կոնկրետ մեր տեղամասում մանումենտի այդ դե գիտեք, ամեն մեկը եկավ սահմանադրությունը փոխեց, ամեն մեկը եկավ զինապարտության օրենքը փոխեց, ամեն մեկը եկավ հարկային օրենսգիրքը փոխեց 30 տարում կարելի է 4 սահմանադրություն փոխել կարելի է ավելացված արժեքի հարկի մասին օրենքը կամ եկամտային հարկի մասին օրենքը տարեկան 15 փոփոխություն անել։ Ոնց պետք է հետևեն դրան։ Ոչ մի կայունություն, ոչ մի օրենքի երկիր։ Դրա համար մենք բանակում մեզ զգում ենք որպես պատժված։ Առավոտյան ու ինքը ասեց գնա կանգնի շարք քո հետ հլը հարցերը կպարզենք։ Տենց բայց հարցերը լավ է որ չպարզեց, որովհետև շշուկներ գնացին, որ այդ Ալեքսանյանը ինքը հենց այդ շտաբի պետով որ թերթիկին բացել էր, պարզվեց, որ ինքը Դեմիրճյանին ա քվեարկել, ինքն էլ չի կատարել այդ օրենքը։ Ու իրան չթողեցին այդ ԿՊՊ-ից մտնի այդ Զորամասը, ինքը դից հետո արդեն շտաբի պետ չէր։ Բայց այդ Ալեքսանյանը հետո մինչև 19 թիվը ինքը կորպուսի հրամանատար անգամ այս մեր այս վերջի հեղափոխություն կոչվածից հետո ինքը էլի բանակում էր։ Պարոն Ղազարյան, եւ ամփոփելով զրույցը
Ինչ կուզեիք, որ այս պատմություններից հասկանային բանակում չծառայած երիտասարդները, քանի որ դուք կարծես թե բանակն ու ծառայությունը այդքան էլ լավ լույսի ներքո չեք ներկայացնում։ Գիտեք, այն ինչ որ գրած է օրենքում, այն ինչ որ մեզ պատմում են Հայրին Նեսարյան այդ երգերում, այդ պատմությունները ՆԶՊ-ի դասընթացների ժամանակ, այն ինչ որ երգեր են զոնում, չգիտեմ, ամսի 28-ին իրար շնորհավորում են, բացարձակ կապ չունի իրականության հետ, բացարձակ։ Ես բոլորին ասել եմ, որ դուք ընկնեք բանակ, դա լինելու է ձեր կյանքի ամենամեծ փորձությունը։ Միգուցե ամենամեծ դժբախտությունը, որովհետև այդ կարգերը, այդ գողական օրենքները, այդ որ բանակում տիրում են, օրինակ այնտեղ կար մի հատ տղա, որը եկավ բանակ ու միանգամից իր հետ նամակ էր եկել, քսիվ։ Ինչ է նշանակում քսիվ։ Այսինքն, որ ինքը լավ տղա է, իրան պետք է այդտեղ պրախոտ տան։ Ու այդ տղայի շուրջ տենակ ով է, ինչ է, ինչ գիտելիքի տեր է, ինչ ով է այդ տղան։ Նոր է եկել հավաքականից, բայց այդ զորամաս ինքը ոդկա դնում որպես թագավոր։ Չի ստացվում հիմա ձեր պատմությունները, այսպես ասած, հիասթափություն են ներշնչելու այն սերունդին, որը դեռ պիտի ծառայի հայոց բանակում։ Ես կուզենայի օրինակ իմանայի հիմա, եթե 27-30 տարի անցել է այդ տարիներից, այդ մարդիկ հիմա այդ ժամանակվա օրինակ ղեկավարները բանակի կեսը սպանվել է, կեսը փախուստի մեջ է, մեծ մասը սպանվել է։ Բանակն էլ տեսանք վերջում 20 թվին ինչ եղավ, այդ ոչ կանոնադրական, այդ չսովորել է, այդ չկրթվել է, այդ թալան է, այդ փախուստները բանակից բերեցին որակական կորուստի, որը որ արտահայտվեց նաև պատերազմի ժամանակ։ Խոսքը չի գնում կամավորների մասին, որոնք որ կգնան, կյանքը միշտ կդնեն հանուն հայրենիքի եւ այլն, բայց դուք երբ որ պարտադիր զորակոչ ունեք, զինակոչ, դուք գոնե պարտավոր եք մինիմալ օրենսդրական կարգապահական պահանջները տանեք, որովհետև եթե կա պարտադիր զորակոչ, դրանք պայմանագրային չեն։ Դու եթե այդ մարդուն պարտադրել ես, որ ինքը 2 տարի ու կես, հիմա է տարի ու կեսա դարել 2 տարի, գնա բանակ, դու պետք է ապահովես այնտեղ կանոնական հարաբերություններ, ուսումնական պլան, մարդավայել պահվածք։ Թե չէ սա նմանվում է դժոխքի։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան զրույցի համար։ Շնորհակալություն։ Իմ հյուրներ ծրագրավորող Արմատներով Շահումյանցի Արթուր Ղազարյանը։ Կհանդիպենք։